Ադրբեջանի նախագահն այսօր կրկին խոսել է Հայաստան ադրբեջանցիներով բնակեցնելու իր նախագիծը իրականություն դարձնելու անհրաժեշտության մասին։ Սևանալիճ չկա, կա գոյչա, հայտարարել է Իլհամ Ալիևը։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ առիթով է Ալիևը որոշել խոսել այս մասին։ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Գիտությունների ազգային ակադեմիայի նիստին 80-ամյակի կապակցությամբ, իդեպ հաշված օրեր առաջ այդ ակադեմիայի նախագահին իր հոր մտերիմ ընկերոջը Ռամիզ Մեհդիևին նա ձերբակալել էր։ Ինչևէ, ահա այդ նիստին նա հայտարարել էր, որ ադրբեջանցիները անպայման պետք է վերադառնան իրենց պատմական հողեր, որոնք այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Եվ ասել է, որ հայերը չեն կարողանա դրան ընդդիմանալ, քանի որ ադրբեջանցիները դա անելու են ոչ թե զինված ճանապարհով, այլ խաղաղ։ Մեջբերեմ նրա խոսքերը, ես բազմիցս ասել եմ, մենք այնտեղ պետք է վերադառնանք ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ աշխատեն եւ պետական կառույցները, եւ հասարակական կազմակերպությունները, եւ գիտնականները։ Հերթական անգամ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայերը արևելյան Հայաստանում հայտնվել են ցարական Ռուսաստանի նախաձեռնությամբ, թե տեղափոխվել են հայերը Անատոլիայից եւ Պարսկաստանից, որպեսզի փոխեն այդ Ադրբեջանին պատկանող հողերում դեմոգրաֆիկ պատկերը։ Այսպիսով Իլհամ Ալիևը շարունակում է խոսել ոչ միայն Զանգեզուրի միջանցքի, այլ նաև արևմտյան Հայաստան, արևմտյան Ադրբեջանի մասին, այն դեպքում, երբ եւ Հայաստանի վարչապետը եւ Հայաստանի արտգործնախարարը հստակ հայտարարել են, որ արևմտյան Ադրբեջան բառակապակցությունը Երևանում ընկալվում է որպես տարածքային հավակնություն եւ նկարտում։ Չնայած դրան, Իլհամ Ալիևը շարունակում է ոչ միայն այդ բառակապակցությունը օգտագործել, այլ նաև շարունակում է խոսել այդ իր կոնցեպտի իրականություն դարձնելու անհրաժեշտության մասին։ Արտյոմ, բայց կարծես վերջին շրջանում Բաքվից հնչող հայտարարություններում պակասել էր հայատյացությունը։ Դե Վաշինգտոնի հայտնի այդ համաձայնությունից հետո իսկապես տպավորություն կար, որ ինչ-որ բան փոխվում է։ Ամենայն դեպս ադրբեջանական մամուլում կարծես թե այսպես հայատյացությամբ լի հրապարակումները պակասել էին։ Տեղեկություններ էին հայտնվել մամուլում, թե իբր Ալիևը մտադիր է փակել այդ արևմտյան Ադրբեջան պրոյեկտը եւ լուծարել արևմտյան Ադրբեջանի համայնք հասարակական կազմակերպությունը։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ այդ հրապարակումները քիչ են ռուսալեզու եւ անգլիալեզու հատվածում ադրբեջանական մամուլի։ Այսինքն ադրբեջաներեն շարունակում էին նույն տեմպերով տարածել հայատյացություն։ Պարզապես չէին թարգմանում անգլերեն ռուսերեն, որպեսզի հավանաբար Դոնալդ Թրամփը չիմանա, որ Իլհամ Ալիևը իրեն խաբել է։ Ինչ վերաբերում է այդ կազմակերպության լուծարման, ապա հերքվեցին այդ տեղեկությունները ու հակառակը պարզվեց, որ ավելացել է այդ կազմակերպության ֆինանսավորումը։ Նոր ավելի ակտիվ թափով միջոցառումներ է սկսել կազմակերպությունը անցկացնել։ Օրինակ, անցած շաբաթ Բրյուսելում գիտաժողով էր անցկացվել, որի նպատակն էր պարզաբանել եվրոպացիներին, թե ինչու ադրբեջանցիները իրավունք ունեն վերադառնալու արևմտյան Ադրբեջան։ Կամ Ադրբեջանի Սփյուռքի պետական կոմիտեի նախագահը հայտարարել էր, որ Իգդիրում շուտով կոնֆերանսիա անցկացնելու, որում փորձելու է հավաքագրել Թուրքիայում ապրող ադրբեջանցիներին արևմտյան Ադրբեջանի կոնցեպտում իրենց ունեցած ռեսուրսները օգտագործելու համար։ Մի քանի օր առաջ Բաքվում այդ արևմտյան Ադրբեջանի համայնք կոչվող կազմակերպության նախաձեռնությամբ հրատարակվել էր մի գիրք, որի անունը արդեն խոսուն է՝ Երևան ամեն քարը պատմություն է։ Այդ գրքում Երևանը ներկայացվում է որպես պատմական ադրբեջանական քաղաք։ Թարմ կրկին օրինակ մի քանի օր առաջ իշխող կուսակցությունը երկրի խորհրդարանում ներկայացնող պատգամավոր Հիկմետ Բաբաօղլուն հայտարարել է, որ Հայաստանի տարածքը պատկանում է Ադրբեջանին։ Մեջբերեմ նրա խոսքերը։ Այն փաստը, որ այդ պետությունը այժմ կոչվում է Հայաստանի Հանրապետություն, իրականությունը չի փոխում։ Այդ տարածքները պատկանում են մեզ։ Այսինքն իշխանություն ներկայացնող մարդն է այս ամենի մասին խոսում։ Եվ անգամ այն ադրբեջանցի հասարակական գործիչների պատվիրակությունը, որը հոկտեմբերի վերջին եկել էր Երևան այդ ոչ կառավարական կազմակերպությունների միջև երկխոսություն կազմակերպելու համար, անգամ այդ այցը Ադրբեջանի մամուլում ներկայացվում էր որպես ադրբեջանցիների արևմտյան Ադրբեջան վերադառնալու սկիզբ։ Արտյոմ, ըստ դրանք ասում են, նման բաներ ասում են իշխանությանը մոտ կանգնած մարդիկ, իսկ առաջի դեմքը Ալիևը վերջերս նման բան ասել է։
Իրականում օգոստոսից հետո, այսինքն Վաշինգտոնյան հանդիպումից հետո ես չեմ նկատել ահա այսպիսի կոշտ հայտարարություն կոնկրետ արևմտյան Ադրբեջան բառակապակցություն իր բառապաշարում, բայց օրինակ հոկտեմբերի 28-ին Ջեբրայիլի շրջանում հայրենակիցների արչև իր ունեցած ելույթում նա մի քանի անգամ կրկնել է թշնամի բառը խոսելով հայերի մասին։ Մեջբերեմ նրա խոսքերը մենք արտաքսեցինք թշնամուն մեր հողերից եւ այժմ հրաշալի կյանք ենք կառուցում։ Մենք վրեժ լուծեցինք թշնամիներից ռազմի դաշտում։ Դժվար է, չէ՞, խաղաղության գնալ խոսելով ահա այսպիսի բառերով։ Ընդ որում ինչն է հետաքրքիր, Իլհամ Ալիևը կոչ է անում ադրբեջանցիներին գնալ Հայաստան, բայց ինքը նույն այդ հնարավորությունը չի օգտագործում, երբ իրեն ուղղում են հրավեր Հայաստան գալու։ Ադրբեջանական մամուլում տեղեկություն է հայտնել այն մասին, որ Իլհամ Ալիևը մերժել է մայիսին Երևան գալու հրավերը, հիշեցնեմ Երևանում այդ օրերին պետք է կայանա Եվրոպական քաղաքական հանրության հետահերթական գագաթնաժողովը։ Շնորհակալություն։